Անտանելի շոքին փոշու եւ կեղտի մեջ 1000-ից ավելի բեռնատարներ ավելի քան 10 օր է կանգնած են Իրան-Հայաստան սահմանի իրանական կողմում, սպասում են թույլտվության, որ մտնեն Հայաստան։ Փոշուց, կեղտից, զիպիլից բացի ուրիշ բան չես տենաստել։ Վարորդները դժգոհում են, իրենք անորոշության մեջ ու անմարդկային պայմաններում են քնում արթնանում։ Մինչդեռ իրանական մեքենաներն ազատ տեղաշարժվում են, ոչ ոք չի պարզաբանում արգելքի պատճառը։ Ոչ բան չեն ասում։ Իրանց ավտոներին թողում են, պարսկական ավտոներին թողում են, իսկ մենք դες կայնած ենք մնալ։ Բոմժի կարգա վիճակ հասկանում եք, 10 օր ավտոյի մեջ, մեքենաների մեջ քնելով մարդ ինչ կերում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երկուշաբթի ասել էր, որ պատճառը Իրան-Իսրայել հակամարտության սրացումն է, իսկ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անգամ տեղյակ չէր, ավելի քան 10 օրվա խնդրից։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարները չեն ասում։ Զանգում են վարորդները։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Ազգային անվտանգության ծառայությունից հայլուրին հայտնել են, որ շուտով կպարզաբանեն։ Զարուհի Սահակյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։